Հայաստան դաշինքի առաջնորդ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ելքը Հայաստանից արգելվել է, հիշեցնենք, որ օրեր առաջ իրավապահները օդանավակայանից արգելել էին երկիրը լքել նաև Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, քանի որ նրա նկատմամբ քրեական հետապնդում էր հարուցվել առանձնապես խոշոր չափերի հարկերի վճարումից խուսափելու հոդվածով։ Հայաստանից արգելվել էր նաև ուժեղ Հայաստան դաշինքի ընտրական ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանի ելքը։ Հայաստան դաշինքի պատգամավորի թեկնածու Ռուսլան Բարսեղյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, նույն դաշինքի պատգամավորի թեկնածու Ասատուր Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոցներ են կիրառվել տնային կալանքն ու 3 միլիոն դրամի չափով գրավը։ Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են, որ պատգամավորի թեկնածուները մեղադրվում են խմբով ընտրակաշառք տալու համար։ Օրեր առաջ կենտրոնական ընտրական հանձնաժողովը բավարարել է վերջիներիս նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու եւ ազատությունից զրկելու դատախազի միջնորդությունները։ Ուժեղ Հայաստանի պատգամավորի թեկնածու Աշոտ Եղիազարյանը կալանավորվել է 100-ից ավելի ընտրողի ընտրակաշառք տալու համար։ Մասնավորապես առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ վերջինս մի խումբ անձանց հետ ազգային ժողովի հերթական ընտրություններին ուժեղ Հայաստան դաշինքի օգտին քվեարկելու պայմանով Արտաշատ համայնքի 100-ից ավելի ընտրողի 100,000-ից 500,000 դրամի չափով ընտրակաշառք է տվել։ Նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։ Նույն դաշինքի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանն էլ կալանավորվել է 2 ամսով։ Բարգավաճ Հայաստան կուսակցության իրավաբանների թիմը դիմել է սահմանադրական դատարան 3 ընտրատեղամասերում վերաքվեարկություն անցկացնելու պահանջով։ Միասնության թևերն էլ դիմել է վարչական դատարան պահանջել անվավեր ճանաչել կենտրոնական ընտրական հանձնաժողովի հունիսի 14-ի որոշումը, որում նշվում է հունիսի 7-ին կայացած հերթական ընտրությունների նախապատրաստման եւ քվեարկության ընթացքում տեղի չեն ունեցել ընտրական օրենսգրքի այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրության արդյունքների վրա։ Սամվել Կարապետյանն էլ հայտարարել է, որ ընդդիմությունը միավորելու է եւ ստեղծելու խորհուրդ առաջիկայում էլ համատեղ անցկացնելու են ուժեղ հանրահավաք։ Ձերբակալվել է ազգային ժողովի նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը։ Ռուբեն Հակոբյանի դուստրը տեսանյութ է հրապարակել, թե ինչպես են ձերբակալում հորը։ Քննչական կոմիտեից հայտնել են, որ Ռուբեն Հակոբյանը ձերբակալվում է քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում։ Անվավեր է ճանաչվել Ծաղկաձորի Ճոպանուղուն հարակից մոտ 225 հեկտար տարածքի նկատմամբ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի սեփականության իրավունքի պետական գրանցումը։ Վարձակալության պայմանագիրը կնքվել է Կոտայքի մարզպետի եւ Միության նախագահ Գագիկ Ծառուկյանի միջև։ Դատարանի որոշմամբ ավելի քան 36 միլիարդ դրամ արժողությամբ տարածքը կվերադարձվի պետությանը, քանի որ խախտվել է հողային օրենսգրքով սահմանված ժամկետը։ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն վերաքննիչ բողոք է ներկայացրել։ Կարեն գյուղում էքսկուրսիայի մեկնած օրգանովի միջնակարգ դպրոցի 21 աշակերտներից 12-ամյա երեխայի առողջական վիճակը վատացել է, նրան տեղափոխել են Սուրբ Աստվածամայր եւ ապա Ուիկմոր բուժկենտրոններ։ Ավելի ուշ նարկոլոգիական հետազոտությամբ երեխայի մեզում հայտնաբերվել է K2 տեսակի սինթետիկ կանաբիոնիդ։ Թմրամիջոցի առկայությունը վերջնականապես ճշտելու համար նախատեսվում է կրկնակի փորձաքննություն։ Ալավերդուն նախկին համայնքապետն ու հանցագործության դրդած գործարարը 11 միլիոն դրամի վնաս են պատճառել։ Վալեքսի բաժնետերը դրդել, իսկ Ալավերդուն նախկին համայնքապետ Արթուր Նալբանդյանը հանցանք է կատարել։ Թե նախկին պաշտոնյան, թե գործարարը մեղադրյալի աթոռին են։ Գործը, որով 11 միլիոն դրամի վնաս է հասցվել համայնքին, դատարանում է։ Պեկ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը կանխել է 10 կիլոգրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցի մաքսանենգ ներմուծումը Հայաստան։ Օպերատիվ տվյալների հիման վրա ձերբակալվել են Իրանի 2 քաղաքացիներ, որոնք կասկածվում են թմրամիջոցի տեղափոխման մեջ։ Պարզվել է, որ թմրամիջոցի 3 կիլոգրամը նախատեսվում էր փոխանցել Հայաստանի 2 քաղաքացիների, որոնք եւս ձերբակալվել են Երևանում։ Խոզարկությունների ընթացքում հայտնաբերվել եւ առգրավվել են քրեական վարույթի համար կարևոր նշանակություն ունեցող իրեր։ Քրեական վարույթի շրջանակում բոլոր ձերբակալվածների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։